Նախորդին ևս ստերության նավադրող այս հարցը բարձրացումներ, այնպես ասած ինձ թվացել է, որ մենք ճիշտ չենք հասկացել իրար, որովհետև երբ որ քննարկում էինք, թե ինչ ասեց նավադրողի կողմից, ու ես ներկայացնում եմ, որ այսպես ասեց, շատերն ասում են չէ, բարձր ինձ չէ կարող ասած։ Հիմա վստահ ենք, որ ինչ ասում նավադրող, ասում է քրեական հետապնդման հարություն տերմինը գոյություն ունի այն նախագծության ընթացքում, սա է մեծ հաշվով ասածը, նախագծության ընթացքում այդպիսի տերմին գոյություն չունի, ուստի երբ որ գործը հանձնվում է արդեն դատարանին, դրանից հետո արդեն ինչ ուզում եք արել, այլևս անձեռնմխելիության հաղթահարման խնդիր չկա։ Մեծ հաշվով այսպես է ասում նրա։ Հիմա դատարանը շատ լավ հարց է բարձրացնում։ Ասում է, իսկ ինչ է նշանակում ընդհանրապես մեղադրանքի առաջադրում կամ քրեական հետապնդման հարություն։ Տերմինները, ընդհանրապես տերմիններով են տարբերվում, որովհետև այդպես չեն կարող մենք ղեկավարվել։ Խնդրում, որ միայն տերմիններով ղեկավարվի։ Եթե տերմիններով ղեկավարվելու լինենք, ուրեմն մեղադրողը պետք է ասի, որ քրեական հետապնդումը ընդհանրապես հարուցած չի եղել։ Օրինակ, ոչ պարոն Օհանյանի նկատմամբ, ոչ պարոն Գևորգյանի վրա անձեռնմխելիության հարց են բարձրացնում։ Քրեական հետապնդում չկա հարուցած, որ հիմա էլ հարուցած քրեական հետապնդումը փոփոխվի։ Մի դեպքում մեղադրողն ասում է, որ այդ տերմինը միայն նախաքննությանն է վերաբերվում, մոռանում է, որ քրեական հետապնդման հարություն չի եղել նախին քրեական դատավարության օրենսգրքում, դեռ ուրիշ բան է եղել։ Եթե տերմինով են ղեկավարվում, ուրեմն իր ասած մյուս արտահայտությունը, որ անում ասում է, որ հիմա դատարանին ընդհանրապես քրեական հետապնդումը փոփոխում է։ Այդ չկա այդ հետապնդումը հարուցած, որ փոփոխում։ Այսինքն այդպես չի կարող ղեկավարվել, որովհետև իրավաբանները շատ լավ հասկանում են, որ տերմիններով չի ղեկավարվել, ղեկավարվել։ Դատարանն էլ այդպես չի ղեկավարվել այն դեպքում։ Երբ որ պոլիգոն նախորդատական նիստում բացառիկ հայտնել մեղադրող դատախազ մեղադրող այս տերմինների մեջ խնդիր կար, դատարանը դա լուծեց շատ հանգիստ, որովհետև դատարանը որոշեց, որ այստեղ տարբերակում չմտցրեց, շատ է դատախազ թե մեղադրող եւ այլն, որովհետև այդպես որ անեինք մենք լավ վիճակի մեջ չէինք հայտնել։ Հիմա նույն վիճակն է, ինչի դատախազը համաձայնվեց դատարանի այդ որոշման հետ, որ մենք չենք կարող այդ տերմիններով ղեկավարվել, բայց այս բարոյական հասկացեք, իրական հետապնդման հարությունը դա վերաբերվում է միայն նախաքննության։ Այս կամաբանությամբ որ մենք շարժվելու լինենք, ուրեմն պետք է մենք դատարանում ցանկացած մեղադրանք կարող են բան առաջադրել անձեռնմխելիությունից օգտվող անձի, այդ թվում եւ հաստական կողմը կարող են փոխել մեղադրանքը փոխել եւ այլն եւ ասել, որ քրեական հետապնդման հարություն չկա ընդհանրապես, որովհետեւ մենք դատարանում ենք գտնվում։ Մի հատ ինչ-որ հոդվածով կմտնի գործը դատարան, հետո 17 հոդվածով մեղադրանքը կփոխվի, մի քանի բան կլսենք, ասեն հա հաստական կողմն է փոխվել, ու հետո ինչ պետք է ասենք, որ անձեռնմխելիությունից մարդիկ չեն օգտվում, որովհետեւ ստեղ քրեական հետապնդման հարություն ունի, այդպես չի։ Այսինքն մենք ինչ իրավիճակ ունենք։ Մենք ունենք իրավիճակ, որ եղել է ժամանակին առաջադրված մեղադրանք։ Հետո այդ մեղադրանքը այլևս գոյություն չի ունեցել, ես ավելի երկար չասեմ, որովհետեւ սահմանադրական դատարան եւ այլն։ Դրանից հետո արդեն երբ որ այդ մեղադրանքը գոյություն չի ունեցել, անձին որոշակի կարգավիճակ են ձեռք բերել, այսինքն պատգամավորի կարգավիճակ են ձեռք բերել եւ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու բանի մեղադրանքը ընդհանրապես չի եղել։ Եթե նույնիսկ լիներ ոչ մի բան դրանից չէր փոխվի, եւ այդ բանին, երբ որ արդեն իրեն պատգամավորել, մեղադրանքը փոփոխվել է։ Հիմա դա փաստ է, դրանից ոչ ոք չի կարող հեռանալ։ Ու ամբողջ նրանց թե մենք ստեղ տերմինների մեջ ինչ կանենք։ Օրինակ եվրոպական դատարանը շատ հստակ դիրքորոշումներ ունի։ Մեղադրանքը ինքը օրինակ ինչից է հաշվում։ Կապ չունի, անձը կարող է օրինակ մեղադրյալ ներգրավված էլ չլինի։ Բայց մենակ ուզարկություն անեն ինչ-որ տերմին, ինչ-որ հաստատ արդեն լինի անձի նկատմամբ, հաշվում է, որ այդ պահից սկսած ինքը այլևս մեղադրյալի կարգավիճակ ունի։ Եվ դրանից բխող ինչ հետևանքներով։ Հիմա մենք այս ամեն ինչը մոռանում ենք, այս ընդհանրապես այս եվրոպական դատարանի որոշումներ, ամեն ինչ մոռանում ենք, ուզում ենք նայենք այս տերմիններով, այստեղ գրյակա քրեական հետապնդման հարություն։ Իսկ հիմա հարություն չի, հարություն է։ Քրեական հետապնդման հարությունը իրենից ինչպես կոլեգասը ասում, ինչպես ցանկացած իրավաբան ասի, նաև ուսանողների մասին կարող ասի, որ քրեական հետապնդումը ինքը իրենից ենթադրում է ոչ միայն
փաստական կողմը, նաև իրավական կողմը։ Եվ իրավական կողմի փոփոխությունը շատ ավելի կարևոր բաներից է խոսում, քան փաստական կողմը։ Կարող է փաստական կողմը մի փոքր փոփոխվել, բայց իրավիճակ չփոխել, բայց իրավական կողմը որ փոխվում է, նույնիսկ լուրջ հարցեր են առաջանում։ Այսինքն, քրեական հետապնդումը իրականում փոփոխությանը ենթարկվել։ Իսկ եթե ընդհանրապես լուրջ խոսենք, ապա ընդհանրապես քրեական հետապնդումը նոր է հարուցվել, որովհետև մեղադրանք այդպիսի չի գոյություն ունեցել սահմանադրական դատարանի որոշումից հետո։ Ուստի շատ պարզ հարց ենք հիմա քննարկում։ Մենք ուզում ենք վերջին հաշվով, որ օրենքով ղեկավարվենք, սահմանադրական ղեկավարենք, թե ոչ։ Հիմա դուք ես որոշումը կայացնեք, ընդհանրապես այդ հարցին պիտի պատասխանեք։ Դուք ղեկավարվելու եք սահմանադրությամբ եւ օրենքներով, թե ինչ-որ մարդկանց կամքով։ Օրինակ, որովհետև ինչ-որ տերմիններից եք խոսում, չգիտեմ ինչից եք խոսում, բայց բոլորին եք պատմա, անձիկ պատգամավորի կարգավիճակ ունեն, դեռ անձեռնմխելիությունը պետք է վախարարի։ Ավելին ասեմ, կան արդեն իսկ ազգային ժողովի կողմից քննարկումներ, որի մասին նաև խոսվել է, որ անձը ունեցել է մինչև պատգամավորի կարգավիճակ ունենալը, արդեն իսկ եղել է հարուցված քրեական հետապնդում, հետո անձը ձեռք է բերել պատգամավորի կարգավիճակ, միևնույն փաստերով, մեղադրանքի փոփոխության դեպքում, այսինքն հանրային քրեական հետապնդման հարուցման դեպքում, մտել են ազգային ժողով և անձեռնմխելիությունից զրկելու համապատասխան գործընթացը տեղի ունեցել։ Ինչու այն դեպքում տեղի է դա ունեցել, երբ որ փաստական կողմն էլ եղել է նույնը, տեղի է ունեցել, այս պարագայում չէ։ Հիմա այստեղ ինչի մասին ենք խոսում, կամ կա խտրական վերաբերում, կոնկրետ անձանց նկատմամբ, պարոն Մանյանի, պարոն Գևորգյանի նկատմամբ, կամ մի դեպքում ցանկանում են ղեկավարվել օրենքով, մյուս դեպքում չեն ցանկանում ղեկավարվել օրենքով։ Հիմա դուք ընդհանրապես այդ հարցին եք պատասխանելու, սահմանադրությամբ օրենքներով ղեկավարվելի եք, թե ոչ, դե։ Ես ձեր գործունեության հետ կապված շատ մեծ կարծիք ունեմ, դրա համար ես հույսով եմ, որ դուք սահմանադրության եւ օրենքներով շարունակեք կայացնելու, չգիտեմ, իրավիճակ լինի, այդ պատից չեմ պաշտպանվել, դա։ Ես դրա համար ասեմ, մենք իրար հետ շփվում ենք նաև այլ գործերով եւ ես տեսել եմ, որ դուք իրականում կարող եք սահմանադրության եւ օրենքներով կուզենամ, որ այդ գործով կոնկրետ այս միջնորդությունը դուք քննարկեք այդ նույն դիրքորոշումն ունենալ։